Ուսումնասիրելով մեր կորընթացիների նամակը, առաջի կորընթացիները արդեն հասել ենք 15-րդ գլխին եւ այսուհետեւ պետք է սկսենք մի քարոզաշարք ամբողջ 15-րդ գլուխը, որը խոսում է Քրիստոսի հարության ապացույցների մասին։ Սա այնքան կարևոր պատգամ է, որ հենց մեր հավատը հիմնված է այս սրա վրա։ Կուզեմ միանգամից անցնենք մեր տեքստին, կարդանք տեքստը եւ տանք Տիրոջ շնորհով բացատրությունը։ Առաջի Կորինթացիների 15-րդ գլուխ 1-ից 2 համարները պետք է ուսումնասիրենք։ Եղբայրներ, ձեզ հիշեցնեմ այն ավետարանը, որ ես ավետարանեցի ձեզ, որը դուք ընդունեցիք եւ որի մեջ հաստատված եք, որով նաեւ դուք փրկվում եք, միայն թե ամուր բռնեք այն, ինչ քարոզեցի ձեզ, որ իզուր տեղը հավատացած չլինեք։ Ուրեմն այստեղ մեկ թեմայի շուրջ պետք է խոսանք, տեքստը կարծես թե չի բաժանվում եւ պունկտը հետեւյալն է, որպեսզի զուր չլինի մեր հավատը, պետք է հավատարիմ մնալ այն ավետարանին, որի վկան է հենց եկեղեցին։ Գլխավոր միտքը այստեղ հետևյալն է. Քրիստոսի հարությունը վկայում է եկեղեցու գոյությունը։ Տեսեք, միգուցե առաջին հայացքից չտեսնեք գլխավոր մտքի կապը, բայց շուտով կհասկանաք։ Եվ որպեսզի զուր չլինի այն ավետարանը, որը լսել էր Կորինթոսի ժողովուրդը, Պողոսը տալիս է 3 կարևոր հիշեցում եւ 1 զգուշացում։ Առաջինը, որ ընդունեցիք, երկրորդ հաստատվեցիք եւ փրկվում եք, եւ զգուշացումը այն է, որ ամուր բռնեք, որպեսզի զուր տեղը հավատացած չլինեք։ Առաքյալը հիմք դնելու համար այս գլխի առաջին 11 համարներում ներկայացնում է Քրիստոսի հարության վկայության ընդհանուր պատկերը, որի ճշմարտացիությունը, ինչպես Պողոսն է ընդունում, կորինթացիներն արդեն հավատում էին 1-ից մինչև 11 համարները։ Պողոսը ներկայացնում է 5 վկայություն կամ վկաներ, որ Քրիստոսը հարություն է առել, առաջին եկեղեցու վկայությունն է, սուրբ գրքերի վկայությունն է, ականատեսների վկայությունը, առաքյալի վկայությունը եւ քարոզչության վկայությունը, որը մենք կքննենք հաջորդ համարներում ուսումնասիրության ժամանակ։ Ի տարբերություն նամակի մեծ մասի 15-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է վարդապետությանը եւ այն էլ միայն մեկ վարդապետության։ Այս գլխի 58 համարներում Պողոսը հարության վարդապետության ամենաընդարձակ մեկնաբանությունն է տալիս ամբողջ սուրբ գրքում։ Եվ մենք հետևաբար հենց այս մինչև 58 համարներում այս հարության վարդապետության մեջ հուսանք, որ Տիրոջ շնորհով շատ լավ կհաստատվենք եւ շատ բանիմաց կլինենք։ Ինչպես սիրտը կենսատու արյուն է մղում ամբողջ մարմնով մեկ, այնպես էլ հարության ճշմարտությունը կյանք է տալիս ավետարանի մյուս բոլոր ճշմարտություններին։ Հարությունը այն միջուկն է, որի շուրջ պտտվում է ողջ քրիստոնեությունը, եւ առանց դրա ոչ մի ճշմարտություն իմաստ չէր ունենա։ Առանց հարության քրիստոնեությունը կլիներ ոչ այլ ինչ, քան ցանկալի մտածողության կրոն, եւ կզբաղեցներ իր տեղը մարդու մասին այլ փիլիսոփայական եւ կրոնական տեսությունների կողքին։ Առանց հարության քրիստոնեությունը կլիներ անիմաստ գաղափար, ինչպես ներկայումս գոյություն ունեցող տարբեր կրոններն են։ Գիտեք, չէ՞ որ տարբեր կրոններում, բոլոր բառից բուն իմաստով բոլոր կրոններում չկա այս գաղափարը, որ մարդը պետք է հարություն առնի։ Տեսեք, մենք շատ հաճախ ենք, չէ՞, խոսում, դու հավատում ես Քրիստոսին, մարդիկ ասում են հա։ Բայց երբ որ դու իրանց հարց ես տալիս, դու հավատում ես մեռելների հարությանը, հավատում ես, որ տատդ ու պապդ պետք է հարություն առնեն կանգնեն, այս թեմային չեն հավատում։ Հարությունը Քրիստոսի սովորեցրած բոլոր ճշմարտություններից ամենակարևորն է։ Նա իր աշակերտներին սովորեցրեց, որ մարդու որդին պետք է շատ չարչարանքներ կրի, մերժվի,
քահանայապետերից եւ դպիրներից սպանվի եւ երրորդ օրը հարություն առնի։ Մարկոս 8:31 համար։ Նա ասաց. ես եմ հարությունը եւ կյանքը։ Նա ով հավատում է ինձ, թեև մեռնի, կապրի։ Հովհաննես 11:25։ Հոգեգալստից հետո քարոզված առաջին երկու քարոզները կենտրոնացած են Քրիստոսի հարության վրա։ Գործ Առաքելոց 2-րդ գլուխ 14-36 համարների եւ 3-րդ գլխում։ Այս ճշմարտությունը խաչված ռաբի կոտրված հուսահատված որդիներին վերածեց քաջերի վկաների եւ նահատակների, ովքեր ընդամենը մի քանի տարվա ընթացքում տարածեցին ավետարանը ամբողջ հռոմեական կայսրությունում եւ նա անգամ դրանից դուրս։ Ոչ ծաղրը, ոչ բանտը, ոչ տանջանքները, ոչ էլ նույնիսկ մահը չէին կարող ջնջել հավատը հարության հանդեպ։ Այն ճշմարտության հանդեպ, որ այս կյանքը միայն նախատիպն է գալիք կյանքի, որը կգա նրանց համար, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին։ Այս կյանքում ոչ մի վախ կամ սարսափ չի կարող մարել ապագայի կյանքի հույսը եւ այդ ապագա կյանքի ուրախությունը։ Նոր կտակարանի ճշմարիտ քրիստոնեությունը հարության կրոն է։ 18-րդ դարի բրիտանացի փիլիսոփա Ջոն Լոկին ասել է. «Փրկչի հարությունը չափազանց կարևոր նշանակություն ունի քրիստոնեության համար։ Դրանից է կախված այն հարցի պատասխանը, թե արդյոք նա Մեսիան է, թե ոչ»։ Քանի որ հարությունը քրիստոնեական անկյունաքարն է, հարության հարցը դարձել է սատանայի ամենադաժան հարձակումների թիրախը։ Եթե հարություն չլիներ, ապա ավետարանի կենսատու զորությունը, Քրիստոսի աստվածային բնույթը, մեղքից փրկությունը եւ հրաժարական կյանքը այս ամենը անիմաստ կլիներ։ Եվ եթե միայն այս կյանքում հույս ունենք Քրիստոսի վրա, ապա մենք բոլոր մարդկանցից ամենաողորմելին ենք, ասում է Պողոսը 19 համարում։ Եթե Քրիստոսը չի ապրել իր մահից հետո, ապա նրանք, ովքեր հավատում են նրան, չեն կարող հույս ունենալ, որ իրենք էլ կապրեն։ Առանց հարության փրկությունը անհնար կլիներ շնորհել, իսկ առանց հարության հավատի այն անհնար կլիներ ուղղակի ստանալը։ Եթե բերանովդ ասում է Տեր Հիսուսին խոստովանես ու սրտումդ հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ Հռոմեացիների 10-րդ գլուխ 9 համար։ Հետևաբար անհնար է քրիստոնյա լինել եւ չհավատալ Հիսուս Քրիստոսի հարությանը։ Այս գլխում բացատրվող ուսմունքի դժվարությունը ոչ թե այն էր, որ կորինթացիները չէին հավատում Հիսուսի հարությանը, այլ այն, որ նրանք չէին հավատում իրենց սեփական հարությանը։ Պողոսը փորձում էր համոզել նրանց ոչ թե այն, որ Քրիստոսը հարություն է առել մեռելներից, այլ այն, որ մի օր նրանք նույնպես հարություն կառնեն նրա հետ նոր կյանքի համար։ Ստացվում է, այս կորինթացի ժողովուրդը հավատում էին, որ Հիսուսը Մեսիան է, Աստված է, որ նա մեռելներից հարություն է առել եւ համբարձվել է երկինք, բայց նրանք չեն կարողանում հավատալ, բա լավ, մենք ոնց պիտի հարություն առնենք։ Այս ամբողջ խնդիրը հենց սրանում էր։ Ուրեմն այստեղ տեսեք, մենք պետք է ուսումնասիրենք այս գլխի ընթացքում մինչև 11 համարները Քրիստոսի հարության վկայության 5 հենց վկայությունները, այսօր պետք է ուսումնասիրենք դրանցից մեկը՝ եկեղեցու վկայությունը։ Առաջին վկայությունը 1-ից 2 համարներում, առաջին վկայությունը նրանց ընդունելն էր, որը արդեն եկեղեցի էր կոչվում։ Տեսեք ինչ է ասում. «Եղբայրներ, ձեզ հիշեցնեմ այն ավետարանը, որ ես ավետարանեցի ձեզ, որ դուք ընդունեցիք»։ Նրանց եղբայրներ անվանելով տարբեր տեղերում, առաջի գլուխ 10 համարում, 2-ի 1-ում եւ շատ տեղեր, Պողոսը կրկին վստահեցնում է նրանց, որ գրում է, որ նրանց ճանաչում է որպես քրիստոնյա եղբայրներ։ Այս եզրույթը ցույց է տալիս, որ Պողոսը ոչ միայն նույնանում է նրանց հետ, այլև արտահայտում է իր սերը նրանց նկատմամբ։ 58 համարում այսպես է գրում. «Ուրեմն իմ սիրելի եղբայրներ, հաստատ եղեք, անշարժ մնացեք, միշտ ավելի առաջացեք Տիրոջ գործի մեջ, գիտենալով, որ ձեր աշխատանքը զուր չէ»։
Առաքյալը նրանց ասում է, որ այն, ինչ նա ուզում էր ասել, նրանց համար նոր բան չէր։ Դա իր քարոզած ավետարանն էր, որը նրանք ընդունել էին։ Եվ միայն 3-4 համարներում, 3-4 համարներում նա նշում է, որ ավետարանի էությունն այն է, որ Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար եւ որ նա թաղվեց եւ որ նա հարություն առավ 3-րդ օրը։ Առաջին երկու համարների իմաստն այն է, որ կորինթացի հավատացյալներն իրենք էին այս ուսմունքի ճշմարտության կենթանի վկայությունը։ Այն փաստը, որ նրանք դուրս եկան հուդայականության կամ հեթանոսության հոգևոր կուրությունից եւ անկենթանությունից դեպի Քրիստոսի լույսին ու կյանքին, վկայում էր ավետարանի զորության եւ հարության զորության մասին։ Սա նաեւ վկայում էր այն մասին, որ նրանք արդեն հավատում էին հարության ճշմարտությանը։ Հենց Հիսուս Քրիստոսի հարության ավետարանն էր քարոզում Պողոսը, այն ավետարանը, որով նրանք ընդունել էին, որով, ինչպես նա վստահեցրեց նրանք քարոզել են եւ որով նրանք փրկվել են, ազատագրվել մեղքի զորությունից եւ դատապարտությունից։ Քանի որ Քրիստոսի հարությունը իրականություն էր եւ կորինթացիները հավատում էին այդ հարությանը, նրանք այժմ նրա եկեղեցու մասն էին կազմում եւ հարության զորության վկաներն էին։ Պողոսի զգուշացումն ենք տեսնում երկրորդ համարում ենք այստեղ։ Եկեք կարդանք երկրորդ համարը, որով նաև դուք փրկվում եք, միայն թե ամուր բռնեք այն, ինչ քարոզեցի ձեզ, որ իզուր տեղը հավատացած չլինեք։ Սա չի նշանակում, որ իսկական հավատացյալները վտանգի տակ են կորցնելու իրենց փրկությունը։ Հիմա այս ընդհանուր միտքը հասկանալու համար պետք է հիշենք Կորինթոսի եկեղեցում եղող 3 տեսակի ժողովրդի մասին։ Ովքեր են այս 3 տեսակը։ Եկեղեցում կային նախ ճշմարիտ հավատացյալներ, կային երկրորդը Քրիստոսում մանուկներ, շատ մանուկներ էին, երրորդը սխալ վարդապետություն կար եւ դրան հետևող բազմություն կար։ Էլ չենք խոսում մարդկային մտքերով առաջնորդվողների մասին։ Առաջին համարի վերջին երկու արտահայտությունները ընդունեցիք եւ հաստատվեցիք, եւ երրորդ համարի փրկվում եք բառերը պետք է տեսնենք բնագրով, թե ինչ նկատի ունի առաքյալը, որովհետև կարծես այստեղ հակասություններ լինի։ Մի կողմից ասում է ընդունեցիք, հաստատված եք, փրկվում եք, բայց մյուս կողմից ասում է, որ զուր չլինի ձեր հավատը, ամուր բռնեք։ Որովհետև տեսեք, չի կարող, չէ, ասենք, եթե Պողոս դու խոսում ես այն բանի մասին, որ ես փրկված եմ, հաստատված եմ, ընդունված եմ, կարծես առաջացքից լիարժեք հավատքի մասին է խոսում, չէ։ Բա մյուս կողմից ինչու ես ասում, որ զուր չլինի ձեր հավատը։ Ուրեմն առաջինը, որը ընդունեցիք, այս արտահայտությունը պարելաբետե բառն է, այս ընդունել բայը ցուցադրական եղանակով է գրվել աորիստ ժամանակով, որը մեկից մյուսին է ուղակի փոխանցվել, որպես հեղինակավոր խոսք։ Այս նույն արտահայտությունը մենք տեսնում ենք հենց 11-րդ գլուխ 23 համարում այսպես է ասում. որովհետև ես Տիրոջից ընդունեցի ու ձեզ էլ ավանդեցի։ Այսինքն սա ոչ թե ընդունել ներքուստ հավատքով դրա մասին չի խոսում, այլ խոսում է նրա մասին, որ պարզապես մեկից ընդունված խոսքը փոխանցվել է։ Հաստատված եք, գեստե կատե, այս բայը գրված է ցուցադրական եղանակով նույնպես, որը նշանակում է երկարաժամկետ լինել նույն կարգավիճակում։ Այսինքն երկար ժամանակ է, որ երևում է, որ Կորինթոսի ժողովուրդը եկեղեցում է, այսինքն լսում է պատգամները, եկեղեցում է, որոշ ծառայություններ է կատարում։ Ընդհանրապես սա է փոխանցում։ Երրորդ ասում է փրկվում եք։ Սոզձեստխե, մի քիչ դժվար բառ է։ Այս բայը ներկա ժամանակով է նույնպես գրված, ուրեմն կրավորական դերբայ է, որը ցույց է տալիս հավատացյալների շրջանում տեղի ունեցող շարունակական գործունեություն։
Աստվածաբանական անցագիրը ցույց է տալիս, որ Աստված է կատարում այդ ամբողջ գործողությունը։ Այսինքն չի խոսում նրա մասին, որ դուք հիմա 100% բոլորդ փրկված եք։ Եվ այս թեմաները խոսում է այդ անհաստատ հոգիների հետ, ովքեր մի կողմից եկեղեցում են, բայց մյուս կողմից նայելով իրենց համոզմունքներին, ապրելակերպին, հեթանոսական վարքագծերին, այլ աստվածներին լեզուներով է աղոթքներին, դրանից հետո է չէ գալիս այս թեման, սուտ բժշկության եւ մարգարեություն անողներին, տիրոջ ընթրիքը պղծողներին, մեռելների հարությանը չհավատացողներին եւ նմանատիպ շատ ու շատ խայտառակություններին չի երևում նրանց ճշմարիտ հավատը։ Ինչպես այսօր շատերը կարող են եկեղեցի գնալ, համաձայնվել բեմից հնչող քարոզների հետ եւ ասել ամեն, երգել, անգամ որոշ ծառայություններ կատարել, բայց միևնույն ժամանակ ունենալ կեղծ հավատ, չփրկող հավատ։ Սա նախազգուշացում է չփրկվող հավատի։ Սա նշանակում է, որ կա հավատ չփրկող, գոյություն ունի, որը մենք հիմա կտեսնենք քիչ հետո։ Պողոսի ուսմունքին հավատարիմ մնալը իրական փրկության արդյունք էր եւ վկայում էր դրա մասին, ինչպես որ փրկությունն ու նոր կյանքը Քրիստոսի մեջ վկայում են Քրիստոսի հարության զորության մասին։ Սակայն պետք է ընդունել, որ ոմանք չունեին իսկական փրկարար հավատ եւ հետեւաբար չէին հնազանդվում Աստծո խոսքին։ Տեսեք, եթե մեկը մտածում է, որ չկա մեռելներից հարություն, չէ, այս մարդը չի կարող հնազանդ լինել Աստծո խոսքին։ Տեսեք, հենց կոնկրետ 15-րդ գլուխ 12 համարում հենց խոսում է այսպիսի մարդկանց մասին։ Իսկ եթե քարոզում է, թե Քրիստոսը հարություն է առել, ապա ինչպես են ձեզանից ոմանք ասում, թե մեռելներից հարություն չկա։ Տեսնում ես, մի կողմից ընդունել են, որ կա Քրիստոսի հարություն է առել եւ այլ, բայց իրանք, քանի որ չէին հավատում, որ իրանք էլ են հարություն առնելու, եկեղեցում անում էին այն, ինչ նրանք էին ուզում։ Եվ մի մտածեք, թե այսօր այդպիսի համոզմունքներ չկա եկեղեցիներում, շատ են։ Ասում է, եւ որոնց նա նախասահմանեց, նրանց կանչեց, եւ ում կանչեց, նաեւ արդարացրեց, եւ որոնց նա արդարացրեց, նաեւ փառավորեց։ Հռոմեացիների 8-րդ գլուխ 29-30 համարը։ Սա ընդհանուր խոսք է։ Մենք նույնպես քարոզելիս չենք ասում, չէ, ձեզանից մի մասը որ փրկվել է, այդպես չենք ասում, այլ ընդհանուր ասում ենք, բայց ցավոք կան մարդիկ, ովքեր փրկված չեն, որը ակնհայտ երևում է, իսկ ոմանք էլ ոչ, չենք տեսնում։ Կան չէ մարդիկ, որ կարող ես իրոք ակնհայտ ասել, որ այս մարդը դեռ չի ճաշակել փրկությունը։ Միայն Աստծո զորությամբ ենք մենք փրկվում եւ միայն նրա զորությամբ ենք մենք պահպանում մեր փրկությունը։ Մեր փրկությունը պահպանվում է Քրիստոսի մեջ մեզ վրա ամուր բռնվածքով, ոչ թե նրան ամուր բռնելով։ Մեր նրանից բռնված լինելը վկայում է, որ նախ նա է մեզ բռնել։ Կան մարդիկ, ովքեր քրիստոնեություն են դավանում, ճիշտ ուսմունքի մեջ են գտնվում, ճիշտ քարոզներ են լսում, բայց այդ կերպ չեն վարվում անձնական կյանքում։ Եվ դա վկայում է, որ իրենց հավատը, փրկությունը իսկական չէ։ Անգամ կարող է ազատված լինել որոշ մեղքերից, հա, չծխի, չխմի, կամ այսօր շատ են կենտրոնանում օրինակի համար թմրանյութերի վրա, որ երբ թողնում է մարդը, ասում են վերջ փրկված է։ Բայց դա մեծ հաշվով շնորհի դրսևորում չէ, որովհետև շատ աշխարհիկ մարդիկ կարող են թողնել նման կախվածությունները։ Տերն ասաց. եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, այդ ժամանակ իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Հովհաննես 8-րդ գլուխ 31 համար։ Եթե հավատարիմ մնաք իմ խոսքին, հարատևեք իմ խոսքի մեջ մնալով եւ հնազանդվելով իմ խոսքին, սա է խոսում ճշմարիտ հավատացյալի մասին։ Մարդը, ով կառչած չի հարատև խոսքից, Աստծո խոսքից, իրականում վկայում է, որ Աստծո զորությունը չի պահում նրան։ Նման մարդը չի կառչում խոսքից, քանի որ նրա հավատը զուր է։
նա մի պահ կարդացել է, բայց հետո թողել է, եւ դա փաստում է, որ իր հավատքը իրական չի եղել։ Դա չի նշանակում, որ դու գնում ես եկեղեցի, ինչ որ բեմից քարոզ ես լսում։ Դու պետք է կարճած լինես խոսքին։ Մեր Տերը բազմիցս խոսել է կեղծ հավատացյալների մասին, ովքեր ունեն անօգուտ չփրկող հավատ։ Սերմնացանի առակը 13-րդ գլուխ 1-23 համարը մեզ պատմում է, որ ավետարանի որոշ սերմեր ընկան վարակված հողերի վրա։ Աստծո խոսքը ուրախությամբ լսող կեղծ հավատացյալներ տեսած կաք, Աստծո խոսքը ուրախությամբ լսող կեղծ հավատացյալներ, իսկ լսած կաք, եկեք կարդանք Մատթեոս ավետարանի 13-րդ գլուխ 19-22 համարները։ Սերմնացանի առակն է բացատրում Տերը։ Եթե մեկը լսում է թագավորության խոսքը եւ չի հասկանում, չարը գալիս է եւ հափշտակում նրա սրտի մեջ սերմանվածը։ Սա այն է, որ ճանապարհի եզրին սերմանեցին։ Իսկ քարքարոտ տեղում ցանվածը նա է, որ լսում է խոսքը եւ ուրախությամբ է ընդունում այն, բայց իր մեջ արմատ չունենալու պատճառով ժամանակավոր է եւ երբ նեղություն կամ հալածանք է ծագում խոսքի պատճառով իսկույն գայթակղվում է նա։ Տեսնում եք 22-ը կարդամ։ Փշերի մեջ սերմանվածը նա է, որ լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության խապկանքը խեղդում են խոսքը եւ նա անպտուղ է դառնում։ Պատկերացնում եք, մարդ լսում է ուրախությամբ խոսքը, բայց խոսում է միևնույն ժամանակ իր կեղծ լինելու մասին։ Կեղծ լինելու, որտեղ այսօր մենք տեսնում ենք իրականում կան մարդիկ, երբ որ մահանաներ են բերում, օրինակներ, դեսի չեմ հասցնում, էնի չի ստացվում, խնդիր եղավ եւ տեսնում ես անգամ այդ գումարի գայթակղությունից հեռանում են Աստծուց։ Նաեւ ասած, որ որոնները հաճախ ցորենի տեսք ունեն առանց ցորեն լինելու, ցորենի տեսք ունեն առանց ցորեն լինելու։ 24-ից 30 համարը պետք է կարդանք։ Նույն 13-րդ գլխի։ Մեկ ուրիշ առակ էլ ասաց նրանց. երկնքի թագավորությունը նման է մի մարդու, որն իր արտում լավ սերմ ցանեց, բայց մինչև մարդիկ քնած են, նրա թշնամին եկավ ցորենի մեջ, որոն ցանեց ու գնաց։ Իսկ երբ ցորենը հասկավորվեց, նրա հետ երևաց նաև որոմը։ Իսկ երբ ցորենը աճեց, նաև նրա հետ երևաց որոմը։ Ընդհանուր որոմի պատկերն ենք մենք տեսնում։ Շարունակությունը. տանտիրոջ ծառաները եկան եւ ասացին. Տեր, չէ՞ որ դու քո արտի մեջ լավ սերմ ցանեցիր, որտեղից այն որոմները։ Նա ասաց նրանց. դա թշնամին է արել։ Ծառաները նրան ասացին. կամենում ես, որ գնանք եւ քահան անենք դրանք։ Իսկ նա ասաց. ոչ, չլինի թե որոմը քաղելիս ցորենն էլ նրանց հետ արմատախիլ անեք։ Թող երկուսն էլ ուշադիր միասին աճեն միևնույն հունձը եւ հնձի ժամանակ ես հնձողներին կասեմ. նախ որոմները քաղեցեք եւ խուրձ կապեցեք այրելու համար, իսկ ցորենը հավաքեցեք իմ շտեմարանների մեջ։ Սրանք գիտեք ովքեր են։ Նույն եկեղեցի գնացող բոլոր ժողովուրդն են, որ գնում են առաջի հայացքից չի երևում ով է իրական ցորենը, ով է որոմը, եւ այսօր կան կեղծ այս քարոզիչները, որոնք 100% երաշխավորում են, որ իրենց եկեղեցու բոլոր անդամները փրկված են, ինչու, որովհետեւ եկեղեցի են գնում։ Սա փաստում է իրանց Աստվածաշունչը չհասկանալու մասին։ Սա խոսում է այն մասին, որ եկեղեցում կարող են հավատացյալի հետ հաճախել նաև անհավատները, որոնք անգամ երբեմն դժվար կլինի տարբերել։ Հիսուսը խոսեց նույն ցանցի մասին, որը տարբեր տեսակի ձկներ է որսում, սակայն լավ ձկները հավաքում են, իսկ վատ ձկները դեն են նետում 13-րդ գլուխ 47-ից 50 համարներում։ Նա խոսած առանց հիմքերի տների մասին 7-րդ գլուխ 24-ից 27 համարում, կույսերի մասին, որոնք իրենց լամպերում յուղ չունեն, եւ մի ծառայի մասին, որը արծաթի մեկ տաղանդ անգամ լավ չէր օգտագործել, եւ այդպիսով ծառան նետվեց դրսի խավարը 25-րդ գլուխ 1-ից 30 համարը։ Հիսուսը զգուշացրեց դարպասների եւ ճանապարհների մասին, որոնք թվում են ուղիղ, թվում են,
բայց տանում են դեպի կորուստ 7-րդ գլուխ 13-ից 14 համարը։ Եվ ցավն այն է, որ այսօր այս բազմաթիվ զգուշացումներով չեն քննում, թե արդյոք իմ հավատը ճիշտ է, թե ոչ, այլ կենտրոնացել են կեղծ ոգեշնչող ուսմունքների վրա, որ իրենց ասում է սատանան ձեր ոտերի տակ է, դուք հաղթել եք, Տերը ձեզ ամեն ինչ տվել է, դուք իշխաններ եք։ Այս կեղծ ուսմունքները նրանց ոգեշնչել են, թե հավատացյալ են, բայց եթե այս համարները քնեն խորապես, եթե իրենց հովիվը ճիշտ քարոզիչ լիներ, մեկնաբաներ, միգուցե այդտեղ շատ մարդիկ իրապես դարձի գային, այլ ոչ թե մնային կեղծ ոգեշնչված վիճակում։ Եվ ըստ երևույթին որոշ կորինթացիներ ընդունում էին Հիսուսի Տեր լինելը, նրա փրկարար զոհաբերությունը եւ նրա հարությունը, բայց միայն իրենց արտաքին տեսքով, այսինքն նրանք չէին հավատում նրան եւ իրենց կյանքը չէին նվիրում Աստծուն, չէր փոխվում նրանց կյանքը։ Նրանք հավատում էին այնպես, ինչպես դևերը, որ ասաց Հակոբոսը 2-րդ գլխում։ Նրանք խոստովանեցին Քրիստոսին, բայց չընդունեցին նրան, չհավատացին նրան մեջ, չհաստատվեցին նրա մեջ, չփրկվեցին նրա կողմից եւ չպահվեցին նրա խոսքը, որը սովորեցնում էր հենց Պողոսը։ Ինչպես Քրիստոսը հստակ ցույց տվեց հենց նոր բերված օրինակներում, շատերի արձագանքը ավետարանի նկատմամբ դրական էր, այս կամ այն իմաստով, բայց միայն Հիսուսի հանդեպ իսկական հավատն է, որ տանում է դեպի փրկություն։ Եվ երբ խոսում ենք, որ քարոզեք հստակ տեքստից, վարդապետությունից, վարդապետական սկզբունքները պահպանեք, քրիստոսաբանություն քարոզեք, մարդկանց, որ ճանաչեն Տիրոջը, գան ճշմարիտ հավատին, նրանք մեզ ասում են, դուք բան չեք հասկանում։ Եվ ինչ են անում մարդկային իմաստության վրա հիմնված քարոզներով պարզապես ժողովրդին են ուղղակի զբաղեցնում։ Գիտեք, որ Սուրբ Գիրքը տալիս է չփրկող հավատքի տարբեր նկարագրություններ, բայց ես ձեզի միայն 6-ը կկարդամ։ Զուր հավատ, որը հենց մեր տեքստում ենք տեսնում, զուր հավատի մասին է։ Ի զուր հավատ։ Առաջի Կորինթացիների 15-րդ գլուխ 1-ից 2 համարները։ Դիվային հավատ, Հակոբոս 2-րդ գլուխ 19 հավատ։ Դու հավատում ես, որ Աստված մեկ է, լավ ես անում, դևերն են հավատում եւ սարսափում են։ Մեռած հավատի մասին է խոսում, Հակոբոս 2-րդ գլուխ 26 համարը։ Ինչպես որ մարմինն է մեռած առանց գործերի, այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած, որը որ գոյություն չունի, դիակ է կարելի ասել։ Սխալ հիմքերի վրա կառուցված հավատ, Առաջի Կորինթացիների 2-րդ գլուխ 5 համար, որպեսզի ձեր հավատը մարդկային իմաստությամբ չլինի, այլ Աստծո զորությամբ։ Այստեղ խոսում է, որ կա մարդկային իմաստության վրա կառուցված հավատ։ 5-րդ Քրիստոսի անվան տակ դևերին ծառայող հավատ։ Քրիստոսի անվան տակ, Քրիստոսի անունը օգտագործող, շահագործող, բայց միևնույն ժամանակ դևերին ծառայող հավատ։ Մատթեոս 7-րդ գլուխ 22-23 համարը։ Այն օրը շատերն ինձ կասեն. Տեր, Տեր, չէ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք եւ քո անունով շատ հրաշքներ գործեցինք։ Ես էլ այն ժամանակ կասեմ. Ես ձեզ երբեք էլ չեմ ճանաչել։ Ինձանից հեռու գնացեք, ով անօրենություն գործողներ։ Այսինքն անօրենի գործերը գործողներ։ Եվ այսօր տեսնում ենք, ովքեր են այս հրաշքներ, բժշկություններ, մարգարեություններ անում։ Սխալ վարդապետություն ունեցող հավատ։ Երկրորդ Հովանու 1:9 Ով հանցանք է գործում եւ չի մնում Քրիստոսի վարդապետության մեջ, Աստված չունի։ Ով մնում է Քրիստոսի վարդապետության մեջ, նա որդուն էլ ունի, հորն էլ ունի։ Այսօր խարիզմատ բոլոր, բառից բուն իմաստով բոլոր եկեղեցիները մերժում են վարդապետությունը, անգամ արգելում են, որ իրենց մոտ խոսան եւ նրանք էլ երբեք չեն քարոզում։ Եվ այսօրվա խարիզմատիկ բոլոր եկեղեցիները, ասում եմ, արգելում են Քրիստոսի վարդապետությունը, բայց այն օրը Տերը հստակ ցույց է տալիս, թե ում չի ընդունելու,
դեվեր այդ հանողներին, այդ հրաշք գործողներին, մարգարեացողներին, բայց անում են ինչ հաճույքով են անում։ Այս տարատեսակ հավատները առաջին հայացքից նման են ճշմարիտ հավատի։ Այսօր հələ խոսացեք, բոլորը դուք տեսեք ինչ են անում ձեզ, եթե դուք ասեք ձեր հավատը կեղծ է։ Այս բոլոր տեսակի հավատները կարող են մարդուն քնեցնել, ցավազրկել, բայց չբուժել, չփրկել։ Այս օրերին ինչքան ենք տեսնում մարդկային իմաստության վրա առաջնորդվող քարոզիչների, դիվային ազդեցության տակ կատարած ծառայություններ, դևեր հանել, տապալվել գետնին, լեզուներով իբրև աղոթքներ անել, բայց այլ աստվածներին աղոթք անում, հեթանոսական ուսմունքներ, բայց զուր հավատ է, ոչ մի օգուտ չկա դրանից, Տերը չի փառավորվում, իրենք էլ չեն փոխվում եւ չեն փրկվում։ Նաև կան շատերը, ովքեր լքում են Քրիստոսին եւ նրա եկեղեցին եւ իրենց գործերով ապացուցում են, որ երբեք իսկապես չեն պատկանել Հիսուս Քրիստոսին եւ նրա իրական մարմնին։ Առաջի Հովանու 2-րդ գլուխ 19 համարը այսպես է ասում, կներեք. Ոմանք մեր միջից ելան, բայց մեզանից չէին, քանի որ եթե մեզանից լինեին, կմնային մեզ հետ, բայց մեզանից ելան, որպեսզի հայտնի դառնա, որ ոչ բոլորն են մեզանից, ոչ բոլորն են մեզանից։ Սա ճշմարիտ ուսմունքից հեռացողներն են, հակառակվողներն են։ Ինչքան մարդ են եկել, լսել են ճշմարտությունը ու հեռացել են, չեն ընդունել։ Սա այդպիսի մարդկանց մասին է։ Բայց նրանք, ովքեր մնում են իմ խոսքի մեջ, ասում է Հիսուսը, նրանք, ովքեր ամուր կառչում են իմ վարդապետությունից, սրանք են իմ ճշմարիտ աշակերտները, որը Հովհաննեսը փաստեց իր 2-րդ նամակի 9-րդ համարում։ Նրանք, ովքեր իսկապես արդարացված են եւ արդար, ոչ միայն փրկվում են հավատքով, այլև շարունակում են ապրել հավատքով։ Արդարը հավատով կապրի, ասեց Եբրայեցիների 10-րդ գլուխ 38 համարում։ Հնազանդությունն ու արդար նվիրվածությունը փրկված մարդու նշաններն են։ Հնազանդությունն ու արդար նվիրվածությունը Տիրոջը փրկված մարդու նշաններն են։ Այո, Կորինթացիների մեջ կային շեղվածներ, չփրկված փոքրամասնություն կար, Քրիստոսում մանուկներ, բազմաթիվ խնդիրներ, բայց շարունակում էր եկեղեցին գոյություն ունենալ, ինչը համոզիչ վկայություն էր ավետարանի զորության մասին։ Ով, եթե ոչ հարություն առած կենդանի Քրիստոսը կարող էր վերցնել ավազակներին, հանցագործներին, շնացողներին, պոռնիկներին, սոդոմացիներին, ստախոսներին, կռապաշտներին եւ ամբողջովին աշխարհիկ հեթանոսներին եւ նրանց վերածել փրկագնված համայնքի, եթե ոչ միայն Քրիստոսը։ Կորինթացիների թերություններին ու ձախողումներին հակառակ, նրանց մեջ քրիստոնեական ուսմունքի կեղծ հետևորդների առկայությանը հակառակ, Քրիստոսը ապրում էր իսկական սրբերի մեջ եւ նրանց միջոցով ներկա էր համայնքում։ Սա չի նշանակում, որ այդ չփրկվածների մեջ էր Քրիստոսը գործում էր, ոչ, հակառակ իրենց, բայց կային սրբեր, որոնց մեջ ապրում էր Քրիստոսը։ Պողոսը ամաչում էր նրանց շատ արարքներից, բայց չէր ամաչում նրանց եղբայրներ անվանելուց։ Չնայած այս ապացույցները մեծ մասամբ սուբյեկտիվ են, այն փաստը, որ Հիսուս Քրիստոսի եկեղեցին 2000 տարի դիմացել է ժամանակի փորձությանը, վկայում է նրա հարության իրականության մասին։ 2000 տարի քարոզում են նույն փրկության մասին։ 2000 տարվա մեջ դուք պատկերացնում եք, քանի երևի միլիոնավոր մարդիկ են բանտարկվել, իրենց փառքը թողել են Քրիստոսի համար, նահատակվել են։ Ինչի համար, որտև կա իրոք հարություն։ Հիսուս Քրիստոսի եկեղեցին եւ նրա խոսքը գոյատևել են չնայած կասկածամտությանը, հալածանքներին, հերետիկոսությանը, անհավատարմությանը եւ անհնազանդությանը։ Բայց ո՞նց են գոյատևել,
կամ ում միջոցով են հարատևել սրբության մեջ այդքան խնդիրներով հանդերձ։ Ով, եթե ոչ հարություն առած կենթանի Քրիստոսը կարող էր վերցնել այս մարդկանց եւ պահել իր ճշմարիտ խոսքի մեջ, հավատքի մեջ պահել։ Այո, կար կեղծ ուսուցիչներ եւ կեղծ հավատացյալներ, բայց կար նաեւ ճշմարիտ հովիվներ եւ ճշմարիտ հավատացյալներ։ Եվ ճշմարիտ հավատացյալները գոյություն ունեն իր շնորհիվ ճշմարիտ ուսմունքի։ Պետք է տամ մի կարևոր սահմանում, որը կուզեմ հիշեք։ Սխալ ուսմունքից ճշմարիտ հավատ չի կարող ծնվել, եւ մարդահնար բարոյախրատական ճառերից սուրբ կյանք չի կարող ձևավորվել։ Ինչի համար եմ ասում, որովհետև այսօր այս մարդկանց, որ քարոզվում է, պարզապես բարոյախրատական ճառեր են տալիս, որը իրենց չի հաստատում Քրիստոսի վարդապետության մեջ, փրկության համոզմունք չի տալի։ Այդ պատճառով էլ այսօր էլ ենք մենք տեսնում եկեղեցիները, որ իրանք չունեն այդ փրկությունը, հաստատված չեն դրա մեջ, դրա համար էլ թութու լավաների պակաս չունենք։ Սա է, այսինքն այսպես են նրանք հավատում, դրա համար էլ ինչ ուզում, ոնց ուզում անում են։ Քրիստոնեության քննադատները, տեսեք, զրպարտել են միշտ հարությունը, այն հարատևելով խաբեություն եւ կեղծիք, բայց նրանք երբեք չեն կարողացել բացատրել, թե որտեղից կարող էր նման կեղծիքը ձեռք բերել այն ուժը, որը միլիոնավոր մարդիկ հրաժարվել են ամեն ինչից, այդ թվում իրենց ազատությունից ու կյանքից, որպեսզի հետևեն նրան սիրով մեռած Քրիստոսին։ Միշտ հակադարձել են քրիստոնեությանը, մեր ուսմունքին, բայց չեն կարացել ապացուցեն, բայց միլիոնավոր մարդիկ ոնց են նվիրում իրենց կյանքը իրենց։ Դարերի ընթացքում առավել եւս 3-4 դարերում, որը ամենադաժանը եղել քրիստոնյաների համար, հալածվել են Քրիստոսի համար եւ ետ չեն կանգնել նրանից, իրենց կյանքը փրկելու համար։ Այդ ինչ վստահություն է, այդ ինչ հավատ է, որ պատրաստ ես մարդ կյանքը տալու կամ կյանքը փոխելու, կյանքիդ որակը փոխելու, հրաժարվելու քո սկզբունքներից, ցանկություններից, եսից, ինքնասիրությունից, հորից, մորից, երեխուց, բայց չհրաժարվել Քրիստոսից։ Ինչու՞։ Որովհետև միակ ճշմարիտ հավատն է, միակ ճշմարիտ Աստվածն է, ով մեռավ եւ հարություն առավ, եւ մեզ հավատացողներից նույնպես հարություն կտա մեռելներից եւ հավիտենական կյանք իր որդու ներկայության մեջ։ Պողոսն ասում է Փիլիպպեցիների 3:7-8 համարներում. Ինչը շահ էր ինձ համար, կորուստ համարեցի Քրիստոսի համար, եւ ամեն ինչ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համար։ Նրա համար զրկվեցի ամեն ինչից, որ աղբ եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ։ Ամեն ինչից զրկվեցի, որ Քրիստոսին շահեմ։ Պողոս մի րոպե, կարող է սխալվում ես, կարող է սուտ այս ամենը։ Առաքյալներ, ինչի համար եք կյանքները դնում Հիսուսի համար, ախր հերթով սպանում են բոլորիդ։ Կներեք արտահայտության համար պարզապես շատ են շահարկում, այ կտցրած հավատացյալներ, ինչի համար եք մեկուսացել աշխարհից, սաղորը աղոթում, գիրք եք կարդում, քույրիկ եղբայրներ եք խաղում, շատ եք լսել, չէ՞ այս արտահայտությունները։ Գնացեք եկեղեցի մոմ վառեք, խաչակնքվեք, տերտերը սև սքեմը հագը մի երկու բան հայրենիքից, հողից, զինվորներից, քաղաքականությունից կխոսա, գարեգին բեից, մի երկու բառել կիսատ պռատ ավետարանից, պատարակնել կնայեք, աչնել կհամբուրեք ու առանց հասկանալու կգաք տուն։ Մնացածը կերեք, խմեք, վաղը մեռնել կա։ Սա է այս մարդկանց ուսմունքը, բայց ոչ ու ոչ։ Մենք հետևում ենք Հիսուսին, որովհետև նա հարություն է առել եւ խոստացել է, որ ով որ իրեն հավատա, հավիտենական կյանք կունենա։ Հովհաննես 3:16, Հովհաննես 6:40, այս է իմ հոր կամքը, ով որդուն տեսնի ու հավատա նրան, հավիտենական կյանք կունենա եւ ես վերջին օրը հարություն կտամ նրան։
հավիտենական կյանք կտամ նրան, 3 անգամ է շեշտում, 6-րդ գլուխ 40 համարում, 44 համարում եւ 54 համարում։ Եվ սրանք օդի մեջ հավատացողները չեն, այլ կոնկրետ Հիսուսի հետևողներն են, նրա հետքերով գնացողներն են, օր-օրի նրան նմանվողներն են, մեղքից փախնողներն են, սրբության ձգտողներն են, եղբայրասերերն են, Քրիստոսի համար ամեն ինչի պատրաստ լինողներն են, խոսքը կարդացող եւ ուսումնասիրողներն են, որը իսկապես ապացույցն է այն բանի, որ նրա շնորհով փրկված են, Սուրբ Հոգուց իրապես ծնված են։ Ինձ մի կին այս վերջերս հարց էր տվել. եթե լեզուներով չեք խոսում, բա ո՞րն է ձեր ապացույցը, որ դուք փրկված եք։ Ահա ձեզ ապացույցը։ Նրա կենդանի եկեղեցին վկայություն է, որ Քրիստոսը կենդանի է, եւ նա կարող է կենդանի լինել միայն այն դեպքում, եթե հարություն առնի մեռելներից։ Ջոն Մակարտուրի մեկնաբանությունների մեջ տեսա, Ջոն Մակարտուրը գրում է, որ Օքսֆորդի Ripon Hall-ի նախկին տնօրենը գրառում է արել այս թեմայով, Ջոն Մակարտուրն է գրում, բայց եթե Քրիստոսի աշակերտներին նրա հետ կապող ամեն ինչ ավարտվեր նրա խաչելությամբ, դժվար կլիներ հասկանալ, թե ինչպես կարող էր առաջանալ քրիստոնեական եկեղեցին։ Այս եկեղեցին հիմնադրվել է այն համոզմունքի վրա, որ Քրիստոսը Մեսիան է։ Խաչված Մեսիան իրենց համար Մեսիան չէր։ Նա մերժվեց հուդայականության կողմից եւ անեծքի արժանացավ Աստծո կողմից։ Սակայն Հիսուս Քրիստոսի հարությունը, ինչպես Պողոսը գրում է Հռոմեացիների 1:4-ում, հաստատեց նրան որպես Աստծո զորության մեջ գտնվող որդի։ Հիսուսի առաքելությունն ու ուղերձը գրքից է մեջբերումն անում։ Ջոն Մակարտուրը գրում է այս թեմայով, մեջ բերելով եկեղեցու պատմաբան Քենեթ Սքոթ Լատուրետի գրքից, որը կոչվում է Քրիստոնեության տարածման պատմությունը։ Քրիստոսի հարության համոզմունքն էր, որ օգնեց նրա հետևորդներին դուրս գալ այն հուսահատությունից, որի մեջ նրանց ընկղմվել էր նրա մահը։ Այս համոզմունքը հանգեցրեց նրա սկսած շարժման հավերժական հաղթանակին։ Միայն այն խորը հավատքի շնորհիվ, որ խաչվածը հարություն էր առել մեռելներից, եւ նրանք տեսել էին նրան ու խոսել նրա հետ, նրանք չէին կարողանա մոռանալ ոչ Հիսուսին, ոչ իր մահը, ոչ էլ նրա հարությունը։ Բուդդայի մի հետևորդ գրել է նրա կրոնական առաջնորդի մասին. երբ Բուդդան մահացավ, դա լիակատար հեռացում էր, որից հետո ոչինչ չմնաց, ողբում է։ Մուհամեդը մահացել է Մեդինայում 632 թվականի հունիսի 8-ին 61 տարեկան հասակում, եւ նրա դամբարանին այնտեղ ամեն տարի այցելում են տասնյակ հազարավոր մուսուլմաններ, սակայն նրանք գալիս են նրա մահը սգալու, այլ ոչ թե նրա հարությունը նշելու։ Բայց մենք նշում ենք, եւ Հիսուս Քրիստոսի եկեղեցին տոնում է Տիրոջ հաղթանակը մահվան ու գերեզմանի նկատմամբ ոչ միայն Զատկի կիրակի օրը, այլև յուրաքանչյուր մկրտության ժամանակ, ջրի մկրտությունով, երբ որ ընկղմվում ենք ջրի մեջ եւ դուրս ենք ելնում, մենք տոնում ենք, նշում ենք, ուրախանում ենք եւ փառավորում ենք նրան, որ հարություն է առել մեռելներից եւ մեզ էլ հարություն կտա։ Փառք նրա անվանը։ Եկեք գործնական 1-2 քայլեր էլ նայենք եւ ավարտենք։ Այն ավետարանը, որ ձեզ քարոզվեց ճշմարիտ է, որի ամենամեծ վկաներից է հենց 2000 տարի գոյություն ունեցող եկեղեցին, եւ հենց դուք եք անմիջապես վկաները, քույրեր, եղբայրներ։ Հավատացեք այն ավետարանին եւ հաստատուն մնացեք նրա խոստման ուսմունքի մեջ, ձեր ամեն նեղությունների մեջ, խնդիրների մեջ, հիշեք ձեր հարության մասին։ Հիշեք, որ դուք, ինչպես Տերն է ասում, եթե մեռնեք էլ պիտի ապրեք, եթե մեռնեք պիտի ապրեք, սա խոստում է Բարձրյալից, թող ձեր հավատքը, ձեր այդ հնազանդությունը էլ հաստատվի Քրիստոսին, նրա խոսքին, ապրեք նրա հնազանդությամբ, որովհետև
այն փաստը, որ ցույց է տալիս ճշմարիտ հավատացյալի մասին, դա վկայում է գործնական կյանքը։ Եվ եթե տեսեք դուք տատանվում եք այդ ամենի մեջ, եթե դուք տեսնում եք մարդ եք, միգուցե լինի ձեզանից մեկը, որ կասկած ունի իր մեջ, արդյոք ես եմ գոնե փրկված, արդյոք կա այդ հարությունը, ապա խնդրեք, շատ աղոթք արեք, դիմեք ձեր հովիվներին, քարոզիչներին, եղբայրներին, ովքեր կօգնեն ել ավելի մանրակրկիտ նայել, ուսումնասիրել, իրար հետ աղոթքի կյանք ունենալ, որը ձեզ կամաց կբերի այդ ճշմարտության վրա։ Եվ ամուր բռնեք այն ավետարանի վկայությունը, որը ձեզ քարոզվեց։ Սա ճշմարտություն է, սա 100% ճշմարտություն է Բարձրյալի կողմից։ Նայեք եկեղեցու պատմությանը։ Ես մի առիթով ձեզ պատմել եմ 3-4 դարի վկայության մասին, որը կուզեմ 1-2 բառով կիսվել։ Անգամ մեր հետևորդներին, որոնք որ տեղյակ չեն։ 3-4 դարի ամենադաժան սարսափը, որ պատել էր քրիստոնեական կյանքի մեջ, մարդիկ ինչ էին անում, շատ էին հալածում, հավատացյալներին ականջները, քիթը, աչքերը կտրում հանում էին եւ քաղաքի մեջ հրապարակավ ցույց էին տալիս, որպեսզի մարդիկ տեսնեն իրանց եւ վախենան Քրիստոսին գալ եւ չդառնալ հավատացյալ։ Բայց ի զարմանս բոլորի 3-4 դարերում ամենաշատ փրկվողների թիվը, որ պատմության ընթացքում վկայում են, մեր եկեղեցահայրերից, եղբայրներից եւ տարբեր պատմություններ կան հստակ նշված, հենց եղել է 3-4 դարերում։ Մարդկանց մեջ դուք պատկերացրեք արթնացել է այն համոզմունքը, սա ինչ հավատք է, որ սրա համար մարդիկ իրանց աշկերը հանել են, էլի գնում են եկեղեցի, էլի պատրաստ են կյանքը տալու, ուրեմն սա իրապես ճշմարիտ հավատք է, այնպես որ թող այս համոզմունքը ձեր մեջ ապրի, ամեն օր ուրախացեք ձեր փրկությունով, վայելեք ձեր փրկությունը հիմա ներկա ժամանակում, Քրիստոսի մեջ, սուրբ կյանք ապրելու մեջ, եւ թող ձեր ամեն գործում, աշխատանքում, առօրյայում թող փառավորվի մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը, որը մեզ արժանացրել է այս փառքին, որը ասում է Հռոմեացիների 8-րդ գլուխը։ Եկեք աղոթք անենք եւ ավարտենք։